Ներկայության լավագույն եւ հարազատ ցայտ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, վանացայինի եթերով եւ թիմադադրի էջով ձեզ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Լիբանանահայ գարույցներու կորձնեյության ծանոթանալու նպատակով գդարված այցելություններու ծիրին մեջ երեք հոյիթա Լիբանանի գետրոնական կոմիտեի պատվիրակությունը գլխավորությամբ գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանի եւ ընկերակցությամբ գետրոնական կոմիտեի անդամներու նախկին նախարար Աբեդիս Գիդանյանի եւ Գարո Հարությունյանի այցելեց Համասկայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ջեմարան, ուր հանդիպում ունեցավ վարժարանի տնօրեն Պաուլա Եղիայանի եւ գարույցի այլ պատասխանատուներու հետ։ Պատվիրակությունը նաեւ այցելեց Սրբոց Հրիփսիմյանց վարժարան, ուր հանդիպում ունեցավ տնօրեն Ժանին Մանանյանի եւ Բաշտոնյաններու հետ։ Զույգ այցելություններուն Բալաբանյան կարևորությամբ ընդգծեց հայկական գրթօջախներու մեծ դերակատարները հայկական թիմակետի պահպանման մեջ։ Ան հայտնեց, որ այս այցելություններու նպատակն է մնայուն գարմուճը ստեղծել հայկական գարույցներու միջև, որբեսի հակառակ երկրի բոլոր դժվարություններուն միասնապար կորձակցելով կարողանանք զանոնք հաղթահարել։ Դնորենները իրենց կարգին բարձր գնահատեցին նախաձեռնությունը։ Անոնք կարևոր նկատեցին կորձակցությունը արիցները զարգացնելու աշխատանքները, որբեսի կարելի դառնա միասնապար մակրավել հայկական գարույցներուն թիմած ծառացած մարտահրավերները։ Պատվիրակությունը նաև շրջեցավ դպրոցներու մեջ ավելի մոդեն ծանոթանալով անոնց անցուցարծերուն, ինչպես նաև զրույցներ ունեցավ ուսուցիչներու եւ բաշտոնյաներու հետ, լսելով անոնց առաջարկներն ու մտահոգությունները։ 27 օկտեմբեր 2025-ին Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի Արևելյան գրադարանի դահլիճի մեջ գդարվեցավ Արա հրեշտակյան հայագիտական ամբիոնին բացումը։ Ագատեմական այս նոր գարույցը իրականացավ հրեշտակյան ընտանիքի գդարած նվիրատվության շնորհիվ։ Ամբիոնը պիտի կորձե Արևելյան գրադարանին մեջ, պիտի գետրոնանա գլխավորապես հետազոտական աշխատանքներուն վրա, պիտի գազմագերբե գիտական եւ մշակութային նյութերու շուրջ համակումարներ, աշխատանոցներ, ցուցահանդեսներ, իր միջոցով պիտի գազմագերբվին հայագիտական նյութերու դասավանդում։ Հանդիսության բարի կալուստի խոսք արտասանեց Արևելյան գրադարանի տնօրեն եւ օրվան հանդիսաբար դոկտոր Ժոզեֆ Ռոստում։ Ան ներկաներուն հիշեցուց, որ 1933-ին նույն Սեն Ժոզեֆ համալսարանին մեջ կորձած է հայագիտական ամբիոնը, որուն հիմնադիրը եղած է Հիսուսյան միապանութենեն հայր Ժան Հովանես Մսրյան։ Անոր օրով է նաև, որ Արևելյան գրադարանին մեջ սկսած է գազմվել հայերեն եւ հայագիտական գիրքերու հարուստ հավաքածումը, որ մինչև օրս կբավի։ Ռոստոմ նշեց նաև, որ վերջին տարիներուն գրադարանը ցեկցկած է լուսանգարիչ Վարուժան Սետյանի լուսանգարներուն հավաքածոն, ինչպես նաև Դիրան Աջեմյանի ծաղրանկարները։ Աբա խոսք արավ Սեն Ժոզեֆ համալսարանի տնօրեն Հայր Սելիմ Դակկաշ, որ շնորհակալություն հայտնեց հրեշտակյան ընտանիքի ներկայացուցիչ Պիտեր Հրեշտակյանին ամբիոնին ծրագիրը իրականություն դարձնելու համար։ Անտիդելդվա որ վերջին տարիներուն քանի անհաջող փորձեր եղած էին հայագիտական այս ամբիոնը վերապանալու։ Դնորենը երախտիկի իր խոսքը հայտնեց նաև Հիսուսյան միապանության անդամ հայ գրոնավորներու, որոնք կարևոր ներդրում ունեցած են հայագիտական հետազոտություններու մեջ։ Այնուհետև Պեմ հրավիրվեցավ Պիտեր Հրեշտակյան, որ իր ընտանիքին անունով սրդի խոսք հայտնեց եւ գենսակրական դեղեցություններ տվավ հանգուցյալ հոր Արա Հրեշտակյանի մասին, որուն անունով կգոչվի նորագարույց ամբիոնը։ Հրեշտակյան հատուկ շնորհակալություն հայտնեց նաև հայր Ֆրանսուଆ Բուեդեկի, որ հունվար 2026-ին սկսյալ պիտի ստանցնե Սեն Ժոզեֆ համալսարանի տնօրենի պաշտոնը։ Աբա խոսք արավ տերասանուհի Արսինե Խանջյան, որ ստանցնած է ամբիոնի վարիչի պաշտոնը։ Ան վերհիշեց Լիբանանի մեջ անցուցած մանկության եւ բադանեգության իր դարիները, երբ երազած էր հաջողել Սեն Ժոզեֆ համալսարան։
Արա Հրեշտագյան ամբիոնի կորզաթիր դնորեն դոկտոր Վայետաշյան բարեփոխություն նկատեց նոր ամբիոնին հաստատումը արևելյան քրատարանին մեջ։ Ան ըսա որ կարելի է ոչ միայն օգտվել հոն գտնվող հայերեն կիրքերու հարուստ հավաքածոեն, այլև զանոնք հարստացնել նոր կիրքերով, ինչպես նաև քրատարանին հետ գործակ ծապարգազմել հայկական հիշողության նյութերու, հին լուսանկար, ֆիլմ, վավերաթուղթ, ցերակիր, հուշեր եւ այլն արխիվը։ Տաշյան այնուհետև գետրոնացավ հadoop ծրագիրի վրա, որ գրնա դառնալ նոր ամբիոնին առաջին կարևոր նախաձեռնություններն մեկը։ Լիբանանի եւ ընդհանրապես միջին արևելքի հայկական համայնքներու մասին գայքեչի ստեղծումը նպատակ ունենալով համայնքային այս ընտանեկան կյանքի հիշողության վերականգնումը։ Տաշյան նաև շեշտեց, որ նոր ամբիոնը պետք է հետաքրքրի նաև ոչ հայերը, որոնք մշակութային եւ պատմության ջամփով պիտի ծանոթանան ոչ միայն հայկական ժառանգության, այլ նաև լիբանանյանին եւ ավելի ընդհանուր առումով համամարտկայինին։ Հոյիթա բյուրոյի անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Կալստյան ընկերային ցանցերու քրարուով նշեց. Քանի մտիդարգում կամ իրավական բացատրություն քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչներու եւ այլ մոլորածներու համար հայերակելական եկեղեցու եւ անոր սպասավորներուն թեմ հալածանքները սահմանադրության չափանիշներով եւ իրավական գարկի խախտում է ան հանցանք է թե Հայաստանի օրենսդրությամբ թե միջազգային պայմանագիրներով գադարվողը նաեւ բացմական քաղաքագիտական գնահատական ունի բոլշևիզմ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության գարկ մպատկամավորներ գործեն հայերակելական եկեղեցի ներկայացնել իբրև սովորական գրոնական գազմագերբություն։ Այս ոչ միայն իրավական դքիդություն է, այլև անոր բացմական թերագադարության եւ առաքելության նվաստացում, ասկային սկացումներու ոտնահարում։ Այսպես, առաջին հայերակելական եկեղեցու հadoop գարկավիճակը ամրագրված է Հայաստանի սահմանադրության մեջ։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին ոչ թե սովորական գրոնական գազմագերբություն է, այլ ասկային եկեղեցի։ Անոր բացառիկությունը արդացոլված է Հայաստանի սահմանադրության 18-րդ հոդվածի մեջ, ուր մասնավորապես սկսվի։ Հայաստանի Հանրապետությունը գճանչնա Հայաստանյաց առաքելական եկեղեցին իբրև ասկային եկեղեցու բացառիկ առաքելություն, հայ ժողովրդի հոգևոր կյանքին, անոր ասկային մշակույթի զարգացման եւ ասկային ինքնության պահպանման գործին մեջ։ Երկրորդ, բեդության եւ եկեղեցու հարաբերությունները կգարկավորեն նաեւ խիղճի ազատության եւ գրոնական գազմագերբություններու մասին Հայաստանի օրենքով, որ շարք հոդվածներու մեջ Հայաստանյաց առաքելական եկեղեցին կդարանչadvi իբրև ասկային եկեղեցի եւ առհասարակ գրոնական գազմագերբություն։ Երորդ, վերոհիշյալ օրենքով նաև քնահատելով հայ ժողովրդի հոգևոր կյանքի մեջ եկեղեցու թարավոր հոգևոր փորձն ու ավանդույթները Հայաստանյաց առաքելական եկեղեցին գճանչնա իբրև հայ ժողովրդի ասկային եկեղեցի անոր հոգևոր կյանքին շինության եւ ասկաբահբանման կարևոր պատվար։ Չորրորդ, այս օրենքին 17-րդ հոդվածի մեջ գարկմը հաստատումներու մեջ ամրագրված են եկեղեցու եւ բեդության դարանչadումը, ասկային եկեղեցու մենաշնորը անոր կողմէ իրականացվող շարք առաքելություններու իրակորձման խոչընդոտման արգելքը։ Հինգերորդ, այս օրենքով է, որ միայն հայ առաքելական եկեղեցու գվերաբահվի բեդական գրթական հաստատություններու հայ ժողովրդի հոգևոր գրթության եւ անոր փարոյական գադարելակորձման նվաստող ծրագիրներու իրականացումը։ 6-րդ Բացի այդ, այս օրենքով Հայաստանյաց առաքելական եկեղեցին իբրև ասկային եկեղեցի, որ կգործե նաև հանրապետության տարածքեն դուրս, ենթակա է Հայաստանի հանրապետության պաշտպանության միջազգային իրավական կանոններու սահմաններու մեջ։ 7-րդ Հայ առաքելական եկեղեցին տասելով այլ գրոնական գազմագերբություններու շարքին հանցավոր թիդավորությամբ, դքիդությամբ կամ քիդակցապար ու թավատրապար կնվաստացնեն հայ առաքելական եկեղեցու թարավոր թերագադարությունը եւ հայ ժողովրդին պատմության 1700 տարիներու ընթացքին անոր ունեցած բացառիկ թերագադարությունը։ 8-րդ Իշխանական պատգամավորներու այս արտահայտությունները դեղ կգտնեն հայ առաքելական եկեղեցին թիրախավորելու ընդհանուր արշավին ծիրի մեջ։ 9-րդ Հայ առաքելական եկեղեցու թեմ արշավը ավելի է քան հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը։ Այս հարված է մեր ժողովրդին, անոր ամենեն հզոր ասկային գարույցին եւ բարձաբես մեր ինքնության եւ միասնականության։
Այս թշնամիի ցերակիր ու թշնամական բադվեր է ավելի թույլցնել հայ հասարակության չբաժնված պատերազմի վերքերը։ Այս քաղաքական արժեհամագարկը որոշում է ավելի շատ դատավճիռ ընդեմ եկեղեցու։ Շողագատ պատկերասպյուրի Գայանը եւ եկեղեցին շատոնց իշխանություններու թիրախին մեջ կգտնվեին։ Քաղաքացիական պայմանակիր խմբակցության զանազան անդամներ զայն փակելու կամ նսեմացնելու գոչեր բարբերաբար հնչեցուցած են։ Անոնք այնքան գուրացած են հագայեկեղեցական պայքարով, որ առհասարակ փակեցին հանրային ծածկույթ ունեցող գրթամշակութային ալիքը։ Այս աղետ է, որ բացմական քաղաքագիտական քննադատական ունի բոլշևիզմ։ Եզրակացուց Հոյթաբիրոյի անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Քալստյան։ 6 նոյեմբերին հրաբարակ TV-ին հետ գդարված հարցազրույցի ընթացքին հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինի անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյան անդրադարձավ օրվան հրադապ թեմաներուն, մասնավորապես Ադրբեջանի տարածքով Հայաստան ծորենի առաջին խմբականագի դարանցումին, Հայաստանի իշխանություններու ոչինչով չհիմնավորված ցնծության, ադրբեջանական վերջին շրջանի հայտարարություններուն, Հայաստանի իշխանություններու գծկդուր արձագանքներուն եւ շարունակվող զիջումի քաղաքականության։ Գեգամ Մանուկյան նշեց, որ Ադրբեջանի իշխանություններու գեցվածքը եւ վարած քաղաքականությունը չէ փոխված։ Հայաստանի տարածքին մասին նույն նկարդումները մնացած են, մինչդեռ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կգադարեն, որբեսի մոռնան եւ մորցնեն Արցախյան պատերազմներն ու մեր հերոսները, իրենց ցավաջանած Արցախը։ Այսօր Երևանի Պուսապանական այգին մեջ զոհերու հիշադակին ցանկի բուրակ մգարուցին։ Ինչու, որբեսի երապելուրեն հանեն pedagogan արարողագարքերը, նշեց Գեգամ Մանուկյան։ Բադասխանելով հարցումի մը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր գուսակցության գարկմա անդամներու այն հայտարարությունները, թե թիմած են մաս կազմելու քաղաքացիական պայմանագիր գուսակցության նախընտրական ցուցակին կնշանակե, որ պիտի ունենանք ազգային ժողովի հերթական ընտրություններ, Գեգամ Մանուկյան ընդգծեց, որ այս իշխանություններու բարակային անոնք արավոդյան բան մգսեն, իսկ երեգոյան բան մգնեն։ Օրական կրխարկ մգփոխեն, գարելի չէ բան մկուշագել։ Չես գիտեր ինչ կսեն եւ հաջորդ վարյաններ ինչ կնեն։ Մենք բարձաբես պետք է պատրաստ լանք ամեն ինչի, ըսավ Գեգամ Մանուկյան։ Թուրքիոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքուի մեջ կմասնակցի հաղթանակի օրվան արիթով գազմագերբված շքերթին։ Նշենք, որ թուրքական աղբյուրները Էրդողանի այցելության մասին դակավին հայտարարություն չեն կատարած։ Ադրբեջանական աղբյուրներու համաձայն Էրդողան այցելության ժամանակ հանդիպում պիտի ունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումին ընթացքին կողմերը պիտի քննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերություններու եւ դարաձաշրջանային հարցերու վերաբերող նյութեր։ Բացի Էրդողանեն Բաքու հրավիրված է նաեւ Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շաբազ Շարիֆը։ Գերմանացի հանրազոտ բանասեր եւ ընկերապան դոկտոր Տեսա Հոֆման բարգեւադրվեցավ Գերմանիո բարձրակույն pedagogan շքանշանով։ Հոֆմանի երկար դարիներ նշանակալի ներդրում ունեցած է հայ եւ քրիստոնյա այլ ժողովուրդներու ցեղասպանության հետազոտման ու ճանաչման գործին մեջ։ Մեծապես նպաստելով Գերմանիո խորհրդարանին 2016-ին Բունդեսթագին կողմէ հայոց ցեղասպանության ճանաչման։ Գերմանիո նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հրամանով Հոֆմանին շնորհված Տաշնակցային վաստակի խաչ շքանշանի հանձնումի պաշտոնական արարողությունը դեղի ունեցավ 20 հոկտեմբերին Բերլինի մեջ։ Արարողության մասնակցեցան դեղվույն հայ հույն, ասորի, համայնքներու հոգևորական եւ աշխարհիկ ներկայացուցիչներ, մարդկային իրավունքներու գազագերբություններու անդամներ, ինչպես նաեւ Հայաստանի տեսփանադան ներկայացուցիչը։ Pedagogan շքանշան հանձնեց Բերլինի նահանգային pedagogan քարտուղարուի Քերստին Ռիխտեր գործունեությունը եւ մարդկային իրավունքներու ընթացքին արտասանվեց Գերմանիա հայոց կետրոն հայտարարության մեջ ընդգծեց հետևյալը. Ժողովուրդներու հարաբերությունները այնքան չի տունավորեր, որքան ցեղասպանության ուրացումը։
Ով որ հաշտություն գուզե հաստատել, պետք է սկսի այդ կետեն։ Հարկելի ունգընտիր Ցայնի հաղորդավար Անտոնին, Ներսեսը եւ Սերլին։ Մնացեք միշտ Վանացայինի ունգընտիր։